Իրանա-իսրայելական հակամարտության սրացման ֆոնին պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով շարունակում է պահել քար լռություն, սակայն ինչպես հաճախ է պատահում, հասարակությունը շատ ավելի արագ է արձագանքում, քան իշխանությունը։ Ադրբեջանական մեդիա դաշտում եւ սոցցանցերում լռության փոխարեն հնչում են հարցեր, մեղադրանքներ, նույնիսկ վատ թաքցրած հրճվանք։ Օգտատերերը եւ վերլուծաբանները սկսում են բարձրաձայն խոսել այն մասին, ինչը շրջանցում են պաշտոնական աղբյուրները։ Տեսանյութեր եւ մեկնաբանություններ են տարածվում, որոնցում պնդում են Իրանի ուղղությամբ արձակված որոշ հրթիռներ հնարավոր է արձակվել են հենց Ադրբեջանի տարածքից։ Թեև փաստեր չեն ներկայացվում, սակայն կասկածներն արդեն դարձել են հրապարակային եւ շատերի քննարկման առանցքը։ Ինչ մասնակցություն ունենք մենք այս հակամարտությանը, այսպիսի հարցեր են շրջանառում սոցցանցերում, իսկ մյուս կողմից որոշ օգտատերեր բացահայտ աջակցություն են հայտնում Իսրայելին, Իրանը համարելով սպառնալիք Իսրայելին դաշնակից։ Ընդ որում այս տրամադրությունները սնում են նաև թուրքական կողմի նկատմամբ հնչող քննադատությունը։ Ադրբեջանական մամուլում նկատվում են ակնարկներ Թուրքիային, հիշեցնելով թե ով է եղբայրը եւ ով դաշնակիցը, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային ռազմավարական կողմնորոշումներին։ Թեև իշխող Նոր Ադրբեջան կուսակցության շրջանակում լիարժեք լռություն է, ընդդիմադիր ուժերից արդեն հնչել են դիրքորոշումներ։ Մասնավորապես Մուսավատ կուսակցությունը բացահայտ կոչ է արել իշխանություններին վերջ տալու անորոշության եւ հստակեցնել, արդյոք Ադրբեջանը դիտորդ է թե կողմ այս պատերազմին, միևնույն ժամանակ չմնալ անտարբեր Իրանի ադրբեջանցիների ճակատագրի նկատմամբ։ Մյուս ուշագրավ արձագանքը եղել է հարավային Ադրբեջան կոչվող կազմակերպության ներկայացուցչից։ Նրա խոսքում հնչել է մի միտք, որը լայն արձագանք է գտել սոցցանցերում։ Ըստ այդմ, Իրանում սպանված բարձրաստիճան գեներալների մեջ եղել են մարդիկ, որոնք իբր սպառնալիք են ներկայացրել Ադրբեջանի համար, եւ այս դիտարկումը ուղեկցվել է չհրճակված, բայց հստակ ընթերցվող թաքուն հրճվանքով։ Հանրային թոհուբոհը միայն մեծացնում է սպասման եւ անորոշության մթնոլորտը իրանա-իսրայելական նորագույն էսկալացիայի ֆոնին։ Մինչ այդ Բաքուն պաշտոնական մակարդակում շարունակում է խուլ ու համր ձևանալ։ Դիանա Կարապետյան, Free Open Media։